Հայաստանի Հանրապետությունում լավ կյանքը հասանելի է բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես է եկել Եվրամիության Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի հիմնարկեքի արարողությանը։ Եվ ինձ համար սա մտածողության տարբեր դիտանկյունների մասին է և այստեղ մի բառ հնչեց, այդ բառը անդադ հնչում է տարբեր տեղերում Հայաստանում և ոչ միայն Հայաստանում և ես ուզում եմ այս առիթով կիսել այդ և ևս մեկ բառի նկատմամբ մեր ընդհանրապես ընկալման փոփոխության մասին, խոսվեց ապագայի մասին։ Շատ կարևոր է, մենք ընդհանրապես շատ ենք խոսում ապագայի մասին, բայց բնականաբար վերջին 6 տարվա ընթացքում մենք շատ ենք մտածել ապագայի մասին, նաև այդ ապագա բառն ենք տարբեր ձևերով տեղադրել իրականության մեջ և հասկացել ենք, որ մենք մի հատ մեծ խնդիր ունենք մեր իրականության մեջ, այդ մեր և ապագայի միջև առկա տարածությունն է, որը սովորաբար երբեք էլ չի հաղթահարվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել քննարկում բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման վերաբերյալ։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն անդրադարձել է առկա կառուցակարգերին, միջազգային հանձնառություններին, մանրամասներ ներկայացրել ուսումնասիրված միջազգային փորձի և առաջարկվող գործողությունների վերաբերյալ։ Մասնավորապես առաջարկվել է Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման և Եվրամիության դիրեկտիվի պահանջների համապատասխանության շրջանակում ստեղծել ակտիվների վերականգնման գրասենյակ, ապահովել հանրային հաշվետվողականություն, ստեղծել արգելադրված և բռնագրավված գույքի ռեեստր և այլն։ Բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմների մշակման շուրջ ծավալվել է քննարկում, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել դիտարկումներով և առաջարկություններով։ Վարչապետն ընդգծել է բռնագանձված ակտիվների նպատակային կառավարման կարևորությունը և հանձնարարել աշխատանքներ իրականացնել դրա իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի ամրապնդման ուղղությամբ։ Մենք նպատակաուղղված ենք, որպեսզի 2026 թվականի ընտրություններից հետո ունենանք սահմանադրական մեծամասնություն, նաև պատկերացնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը և երկու օլիգարխները ու ընդհանրապես բոլոր օլիգարխները դուրս մղվեն քաղաքական դաշտից և խորհրդարանից։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Ոչ անպայման է, որ ամեն ինչ, որ հանցագործություն չի, լավ բան լինի։ Հիմա մենք համարում ենք, որ Քոչարյանի եւ երկու օլիգարխների իշխանության գալը վատ բան է եւ դա պետք է կանխել։ Արդյոք դա հանցագործություն է ինքնին։ Եթե արդար ընտրվեն, հանցագործություն չի, բայց շատ վատ բան է։ Որ օրինակ, այն որ մի ընդհատեք ինձ էլի։ Չէ, Երևանում Քոչարյանն ու օլիգարխները չեն եկել իշխանության։ Օրինակ, Վարդանիկը ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ինչի արդյունքում, երբ որ Քոչարյանական եւ Սերժ Սարգսյանական եւ ռուսաստանցի օլիգարխական մի քանի ուժեր բաժանվեցին մի քանի բլոկերի եւ հետընտրական համագործակցությամբ Վարդանիկը ընտրվեց քաղաքապետ, ինչը ինքնին հանցագործություն չէր, բայց դրանից ուղիղ 6 ամիս անց Վարդանիկը ձերբակալվեց կաշառակերության մեղադրանքով։ Հիմա ինչ կլինի տարբերությունը, եթե Քոչարյանն ու երկու օլիգարխները տարբեր բլոկների բաժանված հաջողեն ստանալ մարդկանց մեծամասնության քվեն եւ գան իշխանության։ Կաշառակերության մեղադրանքով ոչ ոք չի ձերբակալվի, որովհետեւ ինչպես իրենց իշխանության տարիներին, այդպես էլ այդ ժամանակ իրենք չեն թողնի, որպեսզի իրավապահները անեն իրենց գործը։ Եվ հետեւաբար ինչպես է պետք կանխել այս սցենարի իրագործումը։ Մարդիկ Քոչարյանին եւ երկու օլիգարխներին պիտի տան 0 քվե, որովհետեւ Քոչարյանն ու օլիգարխները մենք տեսել ենք ինչպիսի իշխանություն են եւ ես կարծում եմ մենք չենք ուզում նման իշխանություն կրկնել։ Հիմա խնդրում եմ ներողություն հարգելինս ես ձեր համար բայց կթողնենք մի հատ։ Հիմա չէ ներողություն։ Հիմա խնդրում եմ հերթով հարցնել։ Սենք այս ժողովրդավար եք, հաջորդ Ինչ։ Սիրելի լրագրողներ, ինձ թվում է հարցերը մեկ-մեկ պետք է մնան ոչ աբսուրդային ժանրում։ Ես քաղաքական գործիչ եմ եւ կոչ եմ անում մեր քաղաքական հակառակորդներին քվե չտալ։
Ինչ աշխատում ես ժողովրդավար չեմ։ Հա, բան 37 թիվն է, բան եմ անում, սպառնում եմ, հա, Ինչ։ Եթե քվետան ուրեմն դա ժողովրդի ընտրությունն է, բայց ես չեմ կարծում, որ ժողովուրդը պետք է, բայց ես չեմ, երբ որ ես ասում եմ թույլ չենք տալու, ես նկատի ունեմ, մենք եւ ժողովուրդը մեր քվեով թույլ չենք տալու, որպեսզի Քոչարյանն ու երկու օլիգարխները հիմա դա եղել է, ինչը հիմա դուք ինձ մեղադրում եք, որ մարդիկ ընտրել են այս կամ այն կուսակցությունը։ Շատ լավ, եւ մենք հարգում ենք մարդկանց ընտրությունը։ Բայց մենք չենք հարգում օլիգարխատը, առանձնապես չենք հարգում պարոն Քոչարյանի ներողություն իհարկե խնդրում եմ։ Չվիրավորվեք դրանից։ Մենք կարծում ենք, որ մենք նպատակաուղղված ենք, որպեսզի 26 թվականի ընտրություններից հետո ունենանք սահմանադրական մեծամասնություն։ SML ունենք, բայց իր ձեռքերը խոշոր է։ Արմենի համար դպրոցում բժշկական ձեռնոց այդպես էլ չի գտնվում։ Փոխարենը գործի է դրվում ախտահանի չեղուկն ու դասասենյակը վերածվում է իրական լաբորատորիայի։ Ինչ է դա նշանակում։ Շաքար չկա։ Արյան մեջ շաքարի մակարդակի որոշում, արյան խմբի բացահայտում, հայանիստի դպրոցում մինչև հիմա միայն կենսաբանության դասագրքերով սովորածը մի քանի ամիս է նաև իրական փորձով է ամրապնդվում։ Նորակառույց շենքում ունեն ժամանակակից լաբորատոր գույք գործնական արդյունավետ դասերի համար։ Մի հատ կոտրած մանրադիտակ ունեինք, ոչ մի բան չէր երևում։ Բայց հետո արդեն երբ որ ստացանք, արդեն երեխաները սկսեցին օգտագործել, իրանց համար շատ հետաքրքիր է։ 380-ից ավելի աշակերտ է սովորում դպրոցում։ Պետությունը 2.5 միլիարդ դրամ է ներդրել, որ հայանիստցիները հրաժեշտ տան գյուղի դպրոցի վթարային շենքին ու սովորեն ժամանակակից պայմաններում։ Եվս 30 միլիոն դրամ անհրաժեշտ գույքի համար։ Ունենք 156 միավոր քիմիա կենսաբանության լաբորատոր սարքավորումներ, 101 միավոր ֆիզիկայի լաբորատոր սարքավորումներ եւ 6 միավոր աշխարհագրության։ Եսի մանոմետրն է, եսի հաղորդակիչ անոթներն օգտագործում ենք։ Ճիշտ ասած շատ ժամանակ վախենում եմ դա ինձ բանանեմ, որ երեխեքը Ստացել են նաև սարքեր, որ 44 տարվա փորձով ուսուցիչն ինքն էլ առաջին անգամն է տեսնում։ Դրանց հետ ազատ աշխատելու, դրանցով ուսուցանելու համար սպասում է վերապատրաստման դասերի։ Գործնական դաս այսօր չունեն, բայց սարքավորումները, որոնց ծանոթ է, ասում է, օգտագործում են ամեն հարմար առիթի։ Չափում են ու ֆիքսում են դետերների մեջ։ Ես ինչի որոշել ձեր գործնական դասերը ֆիքսել։ Այ որ սենց գաք հարցնեք, ասենք, որ անում ենք։ Ես որ ասեմ անում եք, կարող է չհավատակել։ Բնագիտական ուղղությամբ լաբորատորիաներում նաև անհրաժեշտ նյութերն ունեն։ Կառավարության որոշմամբ ամեն տարի դրանց համար գումար են ստանում։ 96,000 դրամի գնումները կատարել ենք մոտ 3 ամիս ծրագրային գործընթաց իրականացնելու համար։ Իսկ կիսամյակը փակելու համար մեզ եւս անհրաժեշտ է 36,000-ի նյութ ձեռք բերել։ Հայանիստի նորակառույց դպրոցում են սովորում նաև հարևան Հովտաշատի աշակերտները։ Դպրոցի տարածքը հանձնում են հյուրերին, որ երկրորդ հերթով դասերն անեն, մինչև նրանց դպրոցի նորակառույց շենքն էլ պատրաստ կլինի, կտեղափոխվեն։ Ամեն օր վերկացից մինչև ավարտի ազդանշանը ուսումնական ստորաբաժանումում ընթանում են տարաբնույթ պարապմունքները։ Արվում է առավելագույնը, կատել է գործելու եւ ամրապնդելու ամիս առաջ բանակի շարքեր ամալրած զինվորների մասնագիտական հմտություններն ու ունակությունները։ Եկել եմ իմ հայրենիքին ծառայելու, ընտանիքը պաշտպանելու։ Ամեն բան անում եմ, որ իմ հրամանատարներից, իմ սերժանտներից ինչ որ հնարավոր է, հնարավորինս քաղեմ, առանց այդ գիտելիքների ոչինչ է իմ ստեղ լինելը։ Առաջիկա զինծառայության նկատմամբ նմանապես է տրամադրված նաև Դավիթը։ Բանակը տղայի համար շատ կարևոր դեր է խաղում իր կյանքում։ Նա որ սկսում է արդեն մենակով ամեն հարցում ապրել, ամեն հարցում մտածել, դա շատ մեծ դեր է կատարում իր կյանքում։ Լինի զորամասում, թե դաշտային պայմաններում տեսական ու գործնական դասաժամերը հաջորդում են մեկը մյուսին։ Բոլորը միակամ ու անտրտունջ պարապում են, շտկում թերություններն ու բայլավուն ցուցանիշները։ Շուրջ մեկ ամիս արդեն ես ծառայության մեջ եմ, շատ արագ եմ հարմարվել ծառայությանը, ուսումնասիրել ենք բազմաթիվ զենքեր, գնացել ենք կրակադաշտ։ Էմոցիաները շատ ուժեղ էին, անկեղծ ասած, ու կամաց փորձում ենք ճիշտ կրակել, լավ կրակել, որպեսզի ճիշտ մարտիկ լինենք մեր բանակին։
Իդեպ հենց այս զորակոչից ի վեր պարտադիր ժամկետային զինծառայողները 24 ամսվա փոխարեն բանակում կծառայեն 18 ամիս։ Բոլորիս համար էլ շատ հաճելի լուր էր, որպես լսեցինք տոտալկես է ծառայությունը։ Առաջին երկ է մեզ համար ու ես ուրախ եմ այն առումով, որ գոնե 6 ամիս իմ ծնողը տունը քիչ կսպասի ինձ։ Իլերում են վերջինիս ավելացվել են պարտադիր ժամկետային զինծառայողներին տրամադրվող հիմնական արձակուրդների ժամկետները։ Այսուհետ պարտադիր ժամկետային զինծառայողներին կտրամադրվի ընդհանուր 21, իսկ ներթափահություն իրականացնող զորամասերում ծառայություն անցկացնողներին ընդհանուր 30 օրացույցային օր ժամկետով արձակուրդ։ Բացի այդ, 2 օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ է սահմանվում զինվորական երթումն ընդունելու կապակցությամբ։ Զինվորները շատ են ուրախացել այդ փաստի շուրջ, որովհետև մտածում են, որ ավելի շուտ կտեսնեն իրենց ծնողին։ Շատ մեծ փոփոխություն է դա, որպեսզի զինվորը իր ընտանիքից գոնե կարողանա առնի ու հեշտ ծառայի։ Դժվարություններն մնա արդեն երկրորդական փուլում։ Զինվորական գործը յուրացնող զինվորները փաստում են, եկել են կայանալու բանակային դիրքերում կանգնած ավագ եղբայրների արժանի հետնորդները դառնալու համար։ Երիտասարդները քաջ զինվոր դարձան։ Պատրաստ եմ ծառայել հայրենիքիս, պատրաստ եմ ծառայել իմ հրամանատարներին եւ լսել նրանց ցանկացած հրամանը եւ կատարել։ Ամեն ինչ անելու եմ, որպեսզի դառնամ խելացի եւ կարգապահ զինվոր, որ ընթացքային ես իմ ավագ ընկերներին փոխարինեմ։ Ձգտում ունենք ավելի կրթվելու, ավելի զարգանալու, որովհետեւ այսօրվա երիտասարդներից է կախված վաղվա մեր հայրենիքի ապագան ու պիտի այդ գիտակցումով ծառայենք, այդ գիտակցումով ապրենք, որպեսզի կարողանանք մեր երկիրը պաշտպանել։ Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումը պատասխան էր Եվրամիության հետ կապերի խորացման Հայաստանի արտահայտած հավակնություններին եւ արտացոլում էր երկկողմ հարաբերությունների աճող դինամիկան, հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ԱՊԱ գործակալության հետ հարցազրույցում։ Ռազմավարական օրակարգը ներառում է ուղղությունների լայն շրջանակ, ներառյալ ժողովրդավարությունը եւ իրավունքի գերակայությունը, դատական համակարգի բարեփոխումները, մարդու իրավունքները, սոցիալ-տնտեսական զարգացումը, կապակցվածությունը, էներգետիկ անվտանգությունը, թվային փոխակերպումը, առևտրի դիվերսիֆիկացումը, ինչպես նաև անվտանգության եւ պաշտպանության ոլորտում նոր համագործակցությունը։ Ռազմավարական օրակարգը նաև ընդգրկում է Ղարաբաղից հեռացած հայերի սոցիալական եւ տնտեսական ինտեգրմանն աջակցելու կարեւորությունը Հայաստանի հասարակության մեջ, նշել է Գրոնոն։ Նրա խոսքով փաստաթուղթը կարևորում է Եվրամիության Global Gateway ծրագրի շրջանակներում ռազմավարական ներդրումները, ինչպես նաև աջակցությունը այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսին է Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Անդրադառնալով Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությանը, Գրոնոն նշել է, որ առաքելության մանդատի եւ գործունեության ապագայի վերաբերյալ քննարկումները կանցկացվեն Երևանի եւ Բրյուսելի միջև պատշաճ ժամկետներում, հաշվի առնելով խաղաղության գործընթացում զարգացումները։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին Եվրամիության ներկայացուցիչը նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից ի վեր արձանագրվել են մի շարք դրական քայլեր, որոնք Եվրամիությունը ողջունել է։ Նրա խոսքով Եվրամիությունը ներկա իրավիճակը դիտարկում է որպես նոր պատմական հնարավորություն Հարավային Կովկասի համար։ Պաշտոնյան նշել է, որ Եվրամիությունը վճռական է տրամադրված աջակցելու տարածաշրջանում խաղաղության առաջմղմանը եւ ամրապնդելու համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ։ ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ Բրյուսելի համար առանցքային ռազմավարական շահերից է բխում տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ բարգավաճման խթանմանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ ավելի լայն տարածաշրջանի միջև կապերի ամրապնդմանն աջակցել է։ Նախիջևանի երկաթուղու վերականգնմանը Եվրամիության աջակցության վերաբերյալ Գրոնոն նշել է, որ այն Բրյուսելի համար տարածաշրջանային կապակցվածության խթանման առանցքային տարրերից մեկն է։ Պաշտոնյան տեղեկացրել է, որ այժմ աշխատանք է ընթանում ուսումնասիրություն սկսելու եւ համատեղ գործունեության պարամետրերը որոշելու ուղղությամբ։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկի 4-րդ տարելիցին նվիրված ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցույց է տվել այն թաքստոցը, որտեղ անցկացրել է պատերազմի առաջին ամիսները։ Արդեն 4 տարի է, ինչ Պուտինը փորձում է 3 օրում գրավել Կիևը, եւ դա իրականում շատ բան է ասում, թե ինչպես է Ուկրաինան պայքարում այս ողջ ընթացքում, շեշտել է նա։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի գոյատևումը միլիոնավոր ուկրաինացիների քաջության, տոկունության եւ ամենօրյա աշխատանքի արդյունք է։ Նրա խոսքով, չնայած անսահման ցավին եւ գիշերային ահաբեկչությանը, ուկրաինացիները թույլ չեն տվել
հայտարարել, որ զայրույթը պատի իրենց եւ շարունակում են այն վերածել ուժի։ Նա հավելել է, որ Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինայի մարտադաշտում, ուստի հարձակվում է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Նա շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին Ուկրաինայի կողքին լինելու համար, հավելելով, որ Կիևը ձգտում է արդար երկարատև խաղաղության։ Զելենսկու խոսքով ցանկացած ապագա համաձայնագիր պետք է ապահովի իրական անվտանգության երաշխիքներ եւ ընդունվի ուկրաինացի ժողովրդի կողմից։ Միաժամանակ Financial Times-ի հետ հարցազրույցում նախագահն ասել է, որ Ուկրաինան Եվրամիությունից կոնկրետ որոշումներ է ակնկալում իր անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա, գործընթացի հետաձգումը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում պատերազմի եւ Ռուսաստանի կողմից ճնշման ֆոնին։ Զելենսկու խոսքով Ռուսաստանի ղեկավարությունը փորձում է տարբեր քաղաքական գործիքներ օգտագործել, այդ թվում միջազգային գործընկերների հետ փոխգործակցությունը, որպիսի թույլատնի բանակցություններում Կիևի դիրքերը։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ կատարել է Կիևին էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումը դադարեցնելու խոստումը։ Ես արել եմ այն, ինչ հայտարարել էի շաբաթ, որ եթե նավթի մատակարարումը Սլովակիային չվերսկսվի երկուշաբթի, ապա ես մեր պետական ընկերությանը կխնդրեմ դադարեցնել էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումն Ուկրաինային, ասել է Ֆիցոն։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի էլեկտրական ցանցերի կայունացման համար անհրաժեշտ այդ արտակարգ մատակարարումները միայն այս տարվա հունվարին 2 անգամ ավելին են եղել, քան ամբողջ 2025 թվականի ընթացքում։ Սլովակիան եւ Հունգարիան դադարեցրել են նաեւ Կիևին դիզելային վառելիքի մատակարարումը հունվարի 27-ից Ուկրաինայի տարածքով անցնող Դրուժբա խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով։ Բրատիսլավան եւ Բուդապեշտը Կիևին մեղադրել են քաղաքական պատճառներով խողովակաշարի վերականգնումը դիտավորյալ հետաձգելու համար։ Դրուժբայով նավթի տարանցումը դադարեցնելու պատճառով Հունգարիան արգելափակել է նաեւ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 20-րդ փաթեթը, ինչպես նաեւ Կիևի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկի հաստատումը։ Վերակառուցվող ու նորոգվող մանկապարտեզներ ունենալուն զուգահեռ Կապանում կարևորվում ու մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն հաստատությունների պայմանների բարելավմանը, այլև նախադպրոցական կրթության զարգացմանը։ Փետրվարի 10-ի ավագանու որոշմամբ անապահով ընտանիքների երեխաների համար սահմանվեց մինչև 100% զեղչ։ Այսինքն նախադպրոցական եւ արտադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումը սոցիալական այդ խմբի սաների համար կդառնա անվճար։ Համայնքի ենթակայությամբ գործող բոլոր արտադպրոցական ուսումնական հաստատությունները, այսինքն երաժշտական դպրոցներ, գեղարվեստի դպրոց, արվեստի դպրոց եւ մարզադպրոցներում սովորող երեխաները կարող են օգտվել այս արտոնություններից։ Անապահով ընտանիքների երեխաներին արտոնությունը կտրվի նրանց անապահովության գնահատման միջոցով, ուստի շահառուների թիվը կարող են տարբեր լինել տարբեր ժամանակաշրջաններում, որովհետեւ կարող են լինել ժամանակաշրջան եւ այդ ընտանիքների թիվը շատանա կամ լինեն մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով հայտնվեն սոցիալապես ծանր վիճակում եւ երբ որ կդիմեն եւ կգնահատվի նրանց կարգավիճակը, այդ ժամանակ կտրվի այդ արտոնությունը։ 3 անչափահաս երեխա ունի Հանդրակացարանում բնակվող Միքայել Ռաֆայելյանը։ Ամեն օր քաղաքի մի ծայրից մյուսն է հասնում, որ վերանորոգված մանկապարտեզ բերի միջնեկ աղջկան։ Աշխատավարձի հույսով ապրող, տան հոգսե ուսերին վերցրած տղամարդը ընտանիքի միակ եկամուտ բերողն է։ Արտոնությունից օգտվում է, նշում փոքրիկ աջակցությունն անգամ մեծ նշանակություն ունի։ Ճիշտ է, շատ վաղ ես եմ իմ քրտինքով ստեղծել, բայց դե որ այդ աջակցությունն կա, ես շատ գոհ եմ։ Դա Աստծո մեծ փառքևն է։ Երբեմն լինում է, որ գումարի հետ կապված խնդիր ենք ունենում, չի դառնում, էլի տանենք բերենք երեխային։ Մինչ այժմ այս ընտանիքների համար ծառայությունների վճարը 50% էր։ Բացի դրանից, այս հաստատություններում անվճար սովորելու իրավունք ունեին 5 թիրախային խմբեր։ Մարտական գործողությունների հետևանքով զոհված, վիրավորում ստացած եւ անհայտ կորած զինծառայողների, երկկողմ ծնողազուրկ 4 եւ ավելի համատեղ բնակվող անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի, հաշմանդամություն կամ անձի ֆունկցիոնալ սահմանափակում ունեցող, ինչպես նաեւ կառավարության համապատասխան որոշման փախստական ճանաչված անձանց երեխաները։ Ըստ Գորթ Հադևոսյանի փորձը ցույց տվեց, որ սա բավարար չէր, կան ընտանիքներ, որոնց համար դժվար է վճարել նույնիսկ զեղչված գումարը։ Յուրաքանչյուր արտոնություն պետք է լինի հասցեական ու նպատակային, դրանից պետք է օգտվեն իրական կարիքավորները։ Ցանկացած արտոնություն համայնքապետարանի համար նոր ծախսեր է ենթադրում, բայց դա ուղղված է կոնկրետ սոցիալական խմբերի համար եւ համայնքապետարանը պատրաստական է այդ բեռը իր վրա վերցնել։ Սա կտա հնարավորություն մեր համայնքի այն քաղաքացիներին, որոնք սոցիալապես ծանր վիճակում են եւ չունեն հնարավորություն վճարելու, սա կտա իրավունք նրանց երեխաներին հետ չմնալ կրթությունից եւ օգտվելու նախադպրոցական եւ արտադպրոցական ուսումնական հաստատությունում սովորելու իրավունքից։
Կապանին ու հերի վճարը համայնքում հաշվառված համաքաղաքացիների համար 5000 դրամ է, այլ վայրերում հաշվառվածների համար 8000, իսկ ահա գյուղական բնակավայրերինը 2000։ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև հիմա 58 երեխա է օգտվել 50% զեղչից։ Ընտանիքները կարող են ուսումնական հաստատություններ ներկայացնել համապատասխան փաստաթղթերը անապահովության գնահատման վերաբերյալ։ Դրանք կստուգեն սոցիալական աշխատողները, որից հետո անվճար սովորելու հնարավորություն կտրվի։ Նարե Խաչատրյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։ Սևանի բիզնես կենտրոնում փետրվարի 21-ին տեղի ունեցավ աղբից դեպի Թափոն համայնքային ֆորումը։ Այն կազմակերպվել էր Սևան երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության կողմից Թափոնների տեսակավորման ծրագրի շրջանակում Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի եւ Սևանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Ֆորումը նախատեսված էր ծրագրի մեր գործողությունների կեսին մի հատ անել գնահատում հասկանալու համար, թե ինչ իրավիճակ ունենք այս նախորդ 5-6 ամիսների ընթացքում արած միջոցառումների եւ դրանց ստացած արդյունքների մասով եւ նաեւ ունենք աշխատարաններ 3 տարբեր բլոկերով քննարկում ենք նախատեսում ֆորումի ընթացքում, որի շուրջ քննարկումները կբերեն եզրահանգման, ինչպես կառուցել մեր հաջորդ գործողությունները։ Միջոցառման նպատակն էր համախմբել համայնքի ակտիվ քաղաքացիներին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, երիտասարդներին եւ ոլորտի մասնագետներին, քննարկելու Սևան համայնքում ներդրված թափոնների տեսակավորման համակարգի ընթացքը, առկա մարտահրավերները եւ զարգացման հեռանկարները։ Սևան երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության ուսումնասիրություններով Սևան քաղաքում ներդրված թափոնների տեսակավորման արդյունքները գոհացուցիչ են։ Մեր համայնքում ընդհանուր առմամբ շատ մեծ պատրաստակամություն կար այս համակարգի ընդունման, այս մշակույթը ոնց որ ընդունելու եւ վերջին մոնիտորինգը, որ մեր կազմակերպությունը իրականացնում է, թափոնամանների իրավիճակի վերլուծություն, բավական լավն է, կապույտ թափոնամանների մասով բավական լավ ցուցանիշներ ունենք, իսկ կանաչ թափոնամանները կարծեմ արդեն որոշում կա, որ պետք է բակային տարածքներից հեռացվեն, որովհետև այդքան էլ արդյունավետ չեն եւ տեղադրվեն հանրային վայրերում։ Թափոնների կառավարման արդյունավետ համակարգի զարգացումը համայնքային կայուն զարգացման կարևոր բաղադրիչ է։ Ծրագիրը ինքը աշխարհում վաղուց կյանքի կոչված է։ Մեր համար առաջին ծիծեռնակն է, ինչ դրական ստիմուլատորում, որ մենք հետո այսու արդեն այս լավ փորձը, որը տալում է իր քայլերը դրական քիչ, բայց կոմաց տալիս է, որտեղ մեր կենցաղավարություն դեռ չի մտել։ Մեր մարզի Գավառ, Սևան, Ճամբարակը ամբողջությամբ իրականացվում է բավականի ժամանակ, անցած տարվա հուլիսի 8-ից։ Հիմա արդեն քայլերը կատարում է Մարտունի համայնքը, Մարտունի փոխաբեռնման կենտրոնը արդեն ուր որակի գործարկվի, բայց այս ընթացքում առաջիկա 1-2 ամսում Մարտունից ուղիղ կտեղափոխեն Հրազդանի կենտրոնական աղբավայր եւ մեզ մնում է մարզի կտրվածքով միայն Վարդենիս համայնքը, որ ընդգրկենք ու դառնա համապարփակ։ Այսինքն կոշտ կենցաղային թափոնների կառավարման կենտրոնը ամբողջությամբ կյանքի կոչվի։ Ուրախությամբ փաստում ենք, որ Սևան համայնքային եզակի համայնքներից է, տվյալ դեպքում Սևան քաղաքի կարգավիճակով, որ 2025 թվականի հուլիսի 26-ից նոր համակարգը արդեն որդեգրել է եւ արդեն 6 ամիս մենք գնում ենք այդ ճանապարհով։ Ինչ տվեց այս համակարգը Սևանին։ Նախ այն ամենը, ինչ որ մենք խոսում ենք երկար տարիներ շարունակ, աղբի տեսակավորում, մեզ թվում էր հեռավոր կամ ինչ որ երազելի մի բան, Սևանցին արդեն կոնկրետ իր բակում, իր քաղաքում, իր բակային տարածքներում զգում է դրա արկայությունը։ Կապույտ եւ կանաչ թափոնամանները մեզ ամեն քայլափոխի հուշում են, որ Սևան քաղաքում իրականացվում է աղբի տեսակավորում։ Պետք է ասեմ, որ բավականին բարդ աշխատանք է մեզ սպասվում դեռևս առաջիկայում։ Ինչու՞։ Որովհետև մի բան է, երբ որ մենք ունենք արդեն կոնկրետ համակարգ եւ ներդրում եւ դրա, այսպես ասած, մեկնարկը տրված է, մի այլ բան է, երբ որ այդ գաղափարը մենք փորձում ենք հասցնել մարդկանց, որովհետև բավականին բարդ ու դժվար է դա դարձնել կենցաղավարության մի մասնիկը։ Տասնամյակներ շարունակ մեր ընտանիքները, մեր բնակիչները, մեր քաղաքացիները սովորել են, որ ընդհանրապես սա աղբ է ու պիտի տնից դուրս հանվի։ Իսկ թե ինչ տեսակով, ինչպես եւ տեսակավորում անհրաժեշտ է թե ոչ, սա մեզ համար չի եղել արդիական
կամ մեր կենցաղավարության մի մասը։ Պիտի ասեմ, որ բավականին հաջողված է դա հատկապես առանձնատների մասով։ Ես ինքս առանձնատան բնակիչ եմ եւ բավականին լավ հասկանում եմ, թե ինչ է դա նշանակում։ Երբ քո տանը քո խոհանոցում դու սկսում ես արդեն տեսակավորում կատարել, դառնում ես պատասխանատու քո քայլերի եւ գործողությունների համար։ Եվ շատ լավ է, որ քո ընտանիքի անդամները եւս դառնում են այդ գաղափարի կրողը։ Տեսակավորման համակարգի իրական պատկերը, համայնքային ներգրավվածություն եւ իրազեկվածություն, մտածողության փոփոխություն, այս ուղղություններով խմբային քննարկումներ անցկացվեցին, իսկ վերջում ամփոփեցին ֆորումի արդյունքները։ Առաջիկայում թափոնների տեսակավորման տեղեկատվական արշավը կշարունակվի եւ տեսակավորման ուղղությամբ նոր համայնքային միջոցառումներ կկազմակերպվեն Սևան քաղաքում։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը ստվերայի տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման եւ մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ։ Օրերս այրում մաքսային անցման կետ ժամանած Թբիլիսի-Երևան մարդատար գնացքի մաքսային հսկողության ժամանակ պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության թիվ 13 բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության ընթացքում պարզել են, որ գնացքում արկա է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք։ Ուղևորներից ԱՏ-ի մահճակալի տակի թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 3 մեծ պայուսակ, որոնց մեջ եղել են 45.5 կիլոգրամ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցներ։ Հաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն։ Նյութերն ուղարկվել են պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն։ Համայնքային ոստիկանության վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ 46-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ, առանց համապատասխան թույլտվության եւ պետական գրանցման, տան նկուղում արտադրում եւ վաճառում է կահույք։ Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկաններն այցելեցին տղամարդուն։ Նա ընդունեց, որ նկուղն օգտագործում է որպես կահույքի արտադրամաս, նաեւ վաճառում է կահույք առանց որևէ փաստաթղթի։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ ապօրինի ձեռնարկատիրության հատկանիշներով։ Զննությամբ տղամարդու տան նկուղում հայտնաբերվեցին նաև հագուստ ու կոշիկներ։ Տանտերը հայտնեց, որ դրանք էլ ձեռք է բերում ու վաճառում, դարձյալ առանց համապատասխան փաստաթղթի։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Փետրվարի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6738 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 256 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 171 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 201 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 74, չամրակապված վարելու 595, առանց մանկական նստատեղի քարսիթի 18, վարելու ընթացքում ծխելու 559, վարելիս հեռախոսից օգտվելու 285, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 861 եւ 2567 այլ իրավախախտում, 139 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 194-ը տեխնիկական զննություն չանցած, 35-ը լուսարձակների անսարքությամբ, 90-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 112-ը առանց ձմեռային անվադողերի, 6 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 113 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 19102 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 343 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստապ 234 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 602, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 24 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 143, չամրակապված վարելու 5540, առանց մանկական նստատեղի քարսիթի 281, վարելու ընթացքում ծխելու 584, վարելիս հեռախոսից օգտվելու 763, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 157, արագության գերազանցման 2439 եւ 5583 այլ իրավախախտում, 428 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 1006-ը տեխնիկական զննություն չանցած, 914-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 32 բեռնատար, 253-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 479-ը առանց ձմեռային անվադողերի, 30-ը վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 116 անձ։